Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք առողջ ենք, կենդանի ենք, եկել ենք Աստծո ոտքի մոտ սուրելու նրանից, նրա ճշմարտությունները, տեսնենք այսօր ինչ լուր է ուզում մեզ հաղորդել Աստված, եւ այդ լուրը սիրո լուր է, որ ինքը սիրում է մեզ։ Ուրեմն մենք գիտենք, թող Աստված մեզ օգնի, իր Սուրբ Հոգին թափի մեր վրա, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հասկանալ իր դասերը եւ իր շնորհքը թափի մեր վրա, որպեսզի մենք կարողանանք իրագործել մեր կյանքում իր դասերը։ Հիսուսի անունով ամեն։ Ուրեմն անցած երամսյակին մենք ուսումնասիրում ենք Սաղմոսները եւ բրծանք ուսումնասիրությունը այս երկրորդ երամսյակում այս տարվա ուսումնասիրենք մի թեմա, որ կոչվում է մեծ պայքար։ Առաջին դասը, ուրեմն այս դասագիրքը գրել է Մարկ Ֆինլի եւ նա ծննդով ԱՄՆ-ի Քոնեկթիքութ նահանգից է եւ միջազգային ճանաչում ունեցող ավետարանիչ է 2005 մինչեւ 10 թվականները վարել է գլխավոր համաժողովի փոխնախագահի պաշտոնը, լիաժամկետ աշխատանքից թոշակի անցնելուց հետո դարձել է գլխավոր համաժողովի նախագահի օգնական, Հովիվ Ֆինլին եւ նրա կին Էրնստին ունեն 3 երեխա եւ 5 թոռ։ Եվ ինքը իմ ամենասիրելի քարոզիչներից մեկն է։ Տեսնենք, թե նրա միջոցով Աստված ինչ է մեզ ասում այս բոլոր 3 ամիսներին։ Առաջին դասը կոչվում է պատերազմը, բոլոր պատերազմների հետևում, այսինքն ուրիշ խոսքերով ասած, ամբողջ տիեզերքում ծագած առաջին պատերազմը, որի հետևանքով են հիմիկվա պատերազմներ։ Մենք գիտենք, որ այսօր շատ պատերազմներ են աշխարհում, եւ հիմա պատճառը կիմանանք, թե ինչու են մարդիկ այդքան պատերազմում իրար հետ։ Հիշելու համարն է Հայտնություն 12:7-8 եւ երկնքում պատերազմ եղավ, Միքայելն ու նրա հրեշտակները Վիշապի դեմ պատերազմեցին, Վիշապն ու նրա հրեշտակները եւս պատերազմեցին, բայց չկարողացան դիմադրել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց։ Ուրեմն, եթե Աստված բարի ողորմած եւ ամենազոր, ինչու է աշխարհում այսքան չարություն, ինչու է Աստված թույլ տալու, որպեսզի այսքան չարություն լինի, եւ մենք կփորձենք պատասխանները ստանալ աստվածաշնչյան համարներից, կուսումնասիրենք չարի ծագումը եւ Աստծո համբերությունը, երկայնամտությունը մեղքի խնդրի հանդեպ, սկսած այն ժամանակից, երբ Արուսյակը այդ փայլուն քերոբեն ապստամբեց Աստծո դեմ։ Աստված սեր է եւ ինքը բոլոր էակներին, որ ստեղծում է ազատ ընտրության իրավունքով, քանի որ սերը չես կարող զորով փաթաթել մարդու վզին, այսինքն չես կարող ստիպել մարդուն, որ սիրի։ Էլեն Ուայթը շատ գեղեցիկ գրում է այդ մասին, միայն սիրով է սեր արթնանում։ Այն մարդիկ, ովքեր վախի միջոցով կարծես թե սեր են ստանում մարդկանցից, վախը սեր չէ։ Եթե վախի միջոցով է, վախից է դրդված, ստրկական վախից է դրդված մարդը իբր թե սիրում, դա արդեն սեր չէ։ Այն ինչ որ ստիպված է մարդանում, այլ ոչ թե սիրուց դրդված, այդ չի կարող կոչվել սեր։ Եվ այդ սերը, որ Աստված ունի մեր հանդեպ, ստիպեց նրան, որ նա մեզ թույլ տա ինքնուրույն անել մեր ընտրությունը։
Աստված մեր փոխարեն չի ընտրում։ Գիտեք, երբ որ սիրող ծնողներ են լինում, իրենք կարող են օգնել երեխային ճիշտ ընտրություն անել, բայց երբեք չեն ստիպի երեխային ընտրություն անել։ Կթողեն, վերջի բացատրեն ամեն ինչ, բայց վերջի ընտրությունը կթողեն երեխայի, որտեղ այսինքն երեխային նկատի ունեն, որ արդեն մեծ է, նա կարող է դատել եւ ընտրություն անել, այլ ոչ թե փոքր ժամանակ։ Աստված մեր հավատարմությունը ձեռք է բերում իր սիրո շնորհիվ։ Նա այնպես է գործում չարի ու բարու մեծ պայքարում, որ երբեք այլևս մեղք չծագի տիեզերքում։ Եվ Աստծո նպատակը համայն տիեզերքի առաջ բացահայտելն է, որ ինքը միշտ գործել է իր արարածների լավագույն շահերից ելնելով։ Երբ աշխարհին նայում ենք Աստծո սիրո հայացքով, բարու եւ չարի միջև մեծ պայքարի լույսի ներքո, վստահություն ենք զգում, որ ճշմարտությունը հաղթելու է մեղքին եւ ընդ որում մեկ ընդմիշտ, այսինքն օր կգա, որ մեր տիեզերքում չի լինի մեղք։ Կարդանք Հայտնություն 12:7-9 համարները։ Եվ երկնքում պատերազմ եղավ։ Միքայելն ու իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին, վիշապն ու իր հրեշտակները ևս պատերազմեցին, բայց չկարողացան դիմադրել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց։ Այսինքն նշանակում է, որ Արուսյակը իր հրեշտակների հետ դիմադրում էր։ Եվ ցած գցվեց մեծ վիշապ, առաջին օձը, որ դև եւ սատանա է կոչվում, ամբողջ աշխարհը մոլորեցնող, երկրի վրա ընկավ եւ նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։ Ուրեմն պետք չէ գուշակել, թե ով է վիշապը։ Աստվածաշունչը ինքն իրեն բացատրում է։ 7 համարում ասում է վիշապը պատերազմեց, 9-րդ համարում բացատրում է ով է այս վիշապը, առաջին օձը, որ դև եւ սատանա է կոչվում։ Այսինքն սատանան օձի միջոցով գայթակղեց Եվային եւ Եվան մեղք գործեց, եւ պարզ այստեղ գրում է, որ սատանա նշանակում է հակառակորդ, այսինքն Աստծո հակառակորդը եւ դևը, ահա թե ով է վիշապը։ Ուրեմն մենք հասկանում ենք, որ տիեզերքում մինչև մեր երկրի ստեղծելը ծագեց պատերազմ։ Եվ այս չար հրեշտակը փորձեց քաոս մտցնել երկնքում, բայց վերջիվերջո այն հրեշտակների հետ, ովքեր միացան իր ապստամբությանը, դուրս վռնդվեց երկնքից։ Այստեղից մենք հասկանում ենք, որ այդ պատերազմը ոչ միայն գաղափարական պատերազմ է, այլ նաև իսկական ֆիզիկական պատերազմ, որտեղ ասում է դիմադրում էին եւ դուրս գցվեցին, այսինքն իրանք չէին ուզում դուրս գալ, բայց ուժով ստիպեցին նրանց դուրս գալ այնտեղից, որտեղ բնակվում են Աստված եւ Սուրբ հրեշտակները։ Ուրեմն հարց է ծագում. միթե Աստված ստեղծել է այո, ինստինկտյան այդ փաստը տարօրինակ փաստ է, որ պատերազմ ծագեց այնտեղ, որտեղ ամեն ինչ կատարյալ էր։ Արդյոք սիրող Աստվածը արարել էր դիվային հրեշտակի, որը նախաձեռնեց այս պատերազմը։ Միթե այս հրեշտակի մեջ կար ինչ-որ մի ճակատագրական թերություն, որը նրան դրեց ապստամբության, դրդեց ապստամբության։ Հիմա մենք կիմանանք, որ Աստված չի ստեղծել չար հրեշտակ, Աստված ինչ որ ստեղծում է կատարյալ եւ բարի, ինչպես որ
երբ որ մեր երկիրը ստեղծեց, ասեց եւ տեսավ, որ ամեն ինչ կատարյալ է։ Բայց տեսնենք ինչու այդպես եղավ, կարդանք Եզեկիել 28 գլխի 12-ից 15 համարները, Եզեկիել 28 12-ից 15 համարները։ Մարդու որդի Տիրոսի թագավորի վրա ողջ բարձրացրու եւ ասա նրան, այսպես է ասում Տեր Աստված. դու կատարելության կնիքն էիր, լի իմաստությամբ եւ կատարյալ գեղեցկությամբ։ Այստեղ գրված է Տիրոսի թագավոր, բայց կոնտեքստից մենք հասկանում ենք, որ խոսքը գնում է այդ հրեշտակի մասին, քերոբեի մասին, որտեղ հիմա մենք կտեսնենք հաջորդ համարներում, որտեղ Տիրոսի թագավորը երբեք հրեշտակ չէր եղել, կամ քերոբե, կամ Աստծո, այսքան երկնքում չէր ապրել, Աստծո բնակավայրում։ Ուրեմն ասում է դու կատարելության կնիքն էիր, լի իմաստությամբ եւ կատարյալ գեղեցկությամբ։ Աստված այս քերոբեին ստեղծել էր լի իմաստությամբ եւ կատարյալ գեղեցկությամբ։ Եդեմում Աստծո պարտեզում էիր։ Այսքան այնտեղ, որտեղ Աստված եւ Սուրբ Էակներն են ապրում։ Քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը, սարդիոն, տպազիոն, ադամանտ, ոսկեքար, եղնգաքար, հասպիս, շափյուղակ, կարկեհան, զմրուխտ եւ ոսկի գործված քեզ համար։ Քո թմբուկների եւ քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեցին քեզ համար։ Դու օծված ես պահապան քերոբեի, որպես պահապան քերոբե, եւ ես քեզ այդպիսին կարգեցի։ Աստծո Սուրբ Սարի վրա էր հրե քարերի մեջ իր կայլում։ Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց։ Ոչ թե դրվեց, այլ գտնվեց հենց իրա մեջից։ Ուրեմն Աստված ստեղծել էր կատարյալ քերոբե, կատարյալ հրեշտակ։ Եվ նույնիսկ իր ստեղծման առաջից նրա համար հատուկ ծածկոց էր ստեղծել Աստված, որ տարբեր ադամանդե, տարբեր թանկագին քարերով էր պատված, ոսկի օղակների մեջ, եւ նրան կարգեց օծված քերոբե, այսինքն Աստծո հենց կողքը կանգնող մի հրեշտակ, եւ որը շատ մոտ էր Աստծուն, այսպես ասենք, բոլոր հրեշտակներից ստեղծված ամենակատարյալ հրեշտակը։ Բայց ցավոք, ինչ որ եւ ասում է քո ստեղծման օրից դու կատարյալ ես քո ճանապարհներում, մինչեւ որ քեզանում աներություն գտնվեց կրավորական ձևով է գրված, այսինքն ոչ ոք չդրեց իր մեջ չարություն, ոչ մի պատճառ չկար նրա աներավության համար, բայց չգիտես ինչպես նրա մեջ ծագեց այդ աներավությունը։ Ինչու՞։ Կարդանք, այսինքն ինչի հետևանք էր դա։ Եսայա 14 գլուխ 12-ից 14 համարները։ Եսայա 14 գլուխ 12-ից 14 համարները։ Ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտյան արուսյակ։ Արուսյակ էր այդ քերոբեի անունը, որ նշանակում է, այսինքն երբ որ արևը դուրս է գալի, արևածագ, այդպես է նշանակում։ Արշալույսի որդի, գետնին տապալվեցիր, դու որ ստորացնում էիր ազգերին։ Ուրեմն սատանայի գործը ինչ է։ Ստորացնել ազգերին, մարդկանց։ Ինքդ ասում էիր քո սրտում, տեսեք, ինչի պատճառով իր մեջ աներություն հայտնվեց։ Երկին կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծո աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա հյուսիսային ծայրամասում, կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ ամենաբարձրյալին։ Այսինքն
ինքը լինելով ստեղծագործություն, ստեղծված էակ, ուզեցավ դառնալ Աստված, Աստծո տեղը գրավել եւ նույնիսկ ավելի բարձր, քան թե Աստված։ Ինքը ուզեցավ սովորեցնել Աստծուն, ուզեցավ Աստծուն ղեկավարել, իր սրտում այդպիսի միտք ծագեց, ինքը կարծեց, թե ինքը ավելի իմաստուն է, քան թե իր Աստված, որ ինքը ավելի արժան է այն երկրպագությանը, որ ստանում էր Աստված։ Ուրեմն մենք տեսանք, որ Աստված սատանա չի արարել, չար հրեշտակ չի արարել։ Նա շլացուցիչ պայծառ կատարյալ հրեշտակ էակ էր արարել եւ այս սրա հետ մեկտեղ ինքը ստացել էր ընտրության ազատություն։ Ընտրության ազատություն տրվել է ոչ միայն մարդկանց, այլ նաև բոլոր էակներին, որոնց Աստված ստեղծել է, ինքը տվել է ազատ ընտրություն, որտեղ ինքը սեր է եւ ուզում է, որ իրեն ծառային եւ երկրպագեն միայն սիրուց դրդված, այլ ոչ թե վախի ազդեցության ներքո կամ մի այլ պատճառներով, կամ ոչ թե պարտադրանքով։ Աստծո կառավարության հիմնարար սկզբունքը սերն է, ոչ թե պարտադրանքը։ Որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու այս կատարյալ հրեշտակը պետք է թույլ տար, որ հպարտությունն ու նախանձը հաստատվեն իր սրտում եւ ապստամբության վերածվեն արարչի դեմ։ Այո, մենք չգիտենք, որտեղ այնտեղ կատարյալ ներդաշնակություն էր տիրում, ամեն ինչ լավ էր, երջանկություն, եւ հանկարծ այս հրեշտակը մենք կարող ենք ասենք, թե ինչի հետևանքն էր դա։ Այսինքն այս հրեշտակը դարձավ նարսիսիստ, ինքը սկսեց ինքը իրան պաշտել, ինքը իրանով հիանալ։ Գիտեք, չարը սկսվում է հենց այդտեղից։ Երբ որ մարդ սկսում է ինքը իրանով հիանալ, ինքն իրեն պաշտել, այլ ոչ թե Աստծուն։ Եվ այնքան ընկավ ինքնախաբեության մեջ, որ որոշեց, որ ինքը կարող է լինել Աստված։ Նույնը կատարում է մարդկանց հետ։ Գիտեք, մեկը հարց տա, Նապոլեոն, Հիտլեր, Ստալին, դուք ձեր համար ապրում եք, ղեկավարում եք, ձեր երկիր ունեք, ինչի եք ուզում, որ ուրիշ երկրներ գրավել, ինչի։ Բացատրություն կա դրան։ Այսինքն, միթե հնարավոր չէ օգտագործել տաղանդները եւ խելքը մարդկանց բարիք անելու համար, այլ ոչ թե չարիք։ Սա է ամբողջ իմաստ, այսինքն, արդյոք մենք մեզ տրված տաղանդները եւ խելքը օգտագործում ենք մարդկանց բարիքի համար, թե չարիքի։ Երկնքում եզերքում տիրում էր կատարյալ գեղեցիկ ներդաշնակություն։ Եվ բոլորին պատճառ չկար նման գործողությունների, ինչ որ արեց այս հրեշտակը։ Ուրեմն ինքը ձգտում էր այն երկրպագությանը, որը պատկանում էր միայն արարչի։ Նա փորձեց յուրացնել Աստծո գահը, կասկածի տակ դնելով Աստծո հեղինակությունը։ Նրա ապստամբությունը բացահայտ պատերազմի հանգեցրեց երկնքում, Աստված երկար ժամանակ համբերատար էր Արուսյակի հանդեպ, սակայն նա չէր կարող թույլ տալ, որ վերջինս իր ապստամբության պապականի երկինքը մեծ պայքար H 494-495 գրված է։ Երկնային խորհուրդներում Արուսյակին խնդրում էին կանգ առնել։ Աստծո որդին ներկայացրեց նրան արարչի մեծությունը, բարությունն ու արդարությունը
և նրա օրենքի սրբազան ու անփոփոխ բնույթը։ Աստված ինքն էր սահմանել երկնքի կարգը և խախտելով այն արուսյակը կանարգեր իր արարչին և կկործաներ ինքն իրեն։ Բայց նախազգուշացումը տրված անսահման սիրով ու գթասրտությամբ միայն դիմադրություն առաջացրեց։ Արուսյակը թույլ տվեց, որ Քրիստոսի հանդեպ նախանձը հաղթի իրեն և ավելի վճռական դարձավ։ Ուրեմն ինչ տեղ ունեցավ, ինչպես մի ընտանիքում, հաշվենք, որ դա մի մեծ ընտանիք էր հրեշտակների և Աստծո, և այս հրեշտակը հայտարարեց, որ այն կանոնները, որ դրված է, այն օրենքները, որոնք գործում էին, սիրո օրենքները, որոնք գործում էին տիեզերքում, դրանք սխալ են։ Եվ իրականում Աստված բռնադատ է և փաթաթում է իրենց վզին այդ օրենքը։ Ուրեմն տեսնենք դրա հետևանքը ինչ եղավ, այսինքն ամեն ոք կարող էր տեսնել, որ ամեն ինչ հոյակապ է։ Ամեն ինչ լավ է, բոլորը երջանիկ է։ Մեր երկրի պես չէր, որտեղ տիրում է մահ, հիվանդություն, աղքատություն, տառապանքներ և այլ տանջանքներ։ Կատարյալ մի վայր էր։ Եվ տեսեք դրա հետևանքը ինչ եղավ։ Ուրեմն որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու այս կատարյալ հրեշտակը պետք է թույլ տար, որ հպարտություն նախանձը հաստատվեն իր սրտում և վերածվեն արարչի դեմ ապստամբության։ Սատանայի հպարտությունն աճեց ի վերջո վերածվելով բացահայտ ապստամբության։ Նա Աստծուն մեղադրեց անարդարության և աչառության մեջ իր կասկածներով ու մեղադրանքներով, վարակելով հրեշտակների։ Այսինքն ինքը սկսեց ներկայացնել Աստծուն որպես մի բռնակալ, ինքնասիրահարված, իր էությունը սկսեց վերագրել Աստծուն, որ Աստված ինքնասիրահարված է և ստիպում է բոլորին երկրպագել իրեն։ Բայց ինքը իրականում արժանի չի դրան։ Բայց ինքը ներկայացնում էր դա, որպեսզի երկրորդն է ասում, որ ես եմ արժանի, այլ ոչ թե Աստված, ես ավելի լավն եմ։ Եվ երբ որ մարդ էակը նպատակ է դնում ինչ-որ, ինչից է սկսում։ Քարոզչությունից։ Ինքը սկսեց սպասալ հրեշտակների ականջին այս ամեն ինչը, մեղադրելով Աստծուն բռնադատության և հպարտության մեջ, բայց իրական իր մեջ էր դա։ Հայտնություն, կարդանք Հայտնություն 12:4 համարը։ Հայտնություն 12:4 համար։ Եվ նրա պոչը քաշում էր երկնքի աստղերի 1/3 մասը և երկրի վրա գցում։ Վիշապը կանած էր այն կնոջ առաջ, որ պատրաստում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուր տար։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ երրորդ հրեշտակների 1/3 մասը լսեց սատանայի հրհյուրանքներին։ Գիտեք, զարմանալի է, որ դեռ հասկանալի է, որ մարդիկ արդեն մեղավոր վիճակում են և իրենց ուղեղը բոլորին պարզ չի աշխատում և հնարավոր է մարդկանց խաբել։ Եվ մի բանը սևը ներկայացնել սպիտակ, այսինքն սպիտակը ներկայացնել սև և խաբել մարդկանց։ Դա կոչվում է իլյուզիա։ Գիտեք, մի անգամ
մի հատ վիդեո տեսա, տեսահոլովակ, որ այդպիսի փորձ էին կատարել անցած դարի մեջտեղ 70 թվականների երևի։ Ուրեմն մի սենյակում հավաքել էին մի քանի հատ մարդկանց եւ մեջտեղը դրել էին, չեմ հիշում ինչ էր, բայց օրինակ, ասենք թե դրել էին շիշ, մածունի շիշ, որը սպիտակ է։ Եվ հիմա այս մարդկանց հարցնում են, ուրեմն բոլորին զգուշացրել են, բացի մեկից, մեկին չեն զգուշացրել։ Բոլորին ասում են գրեք ամեն մեկը, կամ ասեք, թե ինչ գույն է այս շիշը, կամ մեջի պարունակությունը։ Եվ բոլորը միահամուռ, բացի այն մարդուց, ում չեն զգուշացրել, միահամուռ ասում են, որ այս շիշը սև է։ Եվ ցույց են տալիս մարդու տեսքը, թե ինչպես ինքը զարմանում։ Բոլորը հերթով ասում են, որ այս շիշը սև է։ Եվ ինքը ասում է, չէ, շիշը սպիտակ է։ Հետո երկրորդ անգամ են հարցնում։ Չէ, ուրեմն մի քանի հոգու հարցնում են, կամ մի երկու հոգու, եւ իրան են հարցնում, ինքը ասում է սպիտակ է։ Հետո ուրիշներին են հարցնում, սրանք են ասում սև է։ Եվ ինքը նորից ասում է սպիտակ է։ Բայց երբ որ տեսնում են, որ մեծամասնությունը, համարյա բոլորը ասում են, որ շիշը սև է, մի քանի անգամ կրկնելուց, որ շիշը սպիտակ է, եւ ամեն անգամ ավելի երկար էր տևում այդ միջոցը, մինչև ինքը պատասխանում է, որտեղ ինքը զարմացած էր եւ անդադ նայում էր։ Եվ վերջում ինքն էլ ասեց, երևի սև է։ Այսինքն, տեսեք, ինչ ձև է խաբեությունը աշխատում, երբ որ մարդկանց փորձում են սպիտակը ներկայացնել որպես սև եւ սևը որպես սպիտակ։ Նույնը կատարվեց երկնքում։ Ուրեմն մարդուն հեշտ է խաբել, գիտեք, իր ուղեղը այդքան պարզ չէ, բայց ես զարմանում եմ ինչպես 1/3 Պակի ապշեցուցիչ է, ինչպես 1/3 հրեշտակներ, ովքեր կատարյալ հրեշտակ էին, իրանք ենթարկվեցին այս հրեշտակի խաբեության։ Այսինքն ինքը այնտեղ տիրող կատարյալ երջանկությունը, կատարյալ կարգոկանոնը որակավորեց որպես բռնակալություն եւ քաոսը ներկայացրեց որպես երանություն։ Եվ այդ 1/3 հավատացին իրեն։ Եվ հետո երբ որ պատերազմը եղավ եւ իրանց ժամանակ տվեցին, որպեսզի իրենք ապաշխարեն, խելքի գան, բայց իրենք չուզեցին, իրանց վռնդեցին երկնքից, որովհետեւ իրանք խախտում էին երկնքի անդորրը եւ ներդաշնակությունը։ Ուրեմն մենք ասեցինք, որ գաղափարականից սկսեց այս պատերազմը, միշտ էլ այդպես է, եւ վերածվեց արդեն ֆիզիկականի, իրանց ուժով վռնդեցին երկնքից։ Ուրեմն Աստված ամեն մի հրեշտակի հնարավորություն տվեց ընտրության, եւ մենք շատ ենք խոսացել այդ մասին, մի անգամ է կրկնենք, ինքը անմիջապես չոչնչացրեց այս հրեշտակին, որտեղ առաջինը ժամանակ էր տարել դրան ապաշխարելու, չնայած գիտեր ինչ է լինելու դրա հետևանքը, եւ երկրորդն էլ ինքը գիտեր, բայց մյուս արարածները չգիտեին։ Եթե ինքը ոչնչացներ սատանային, նրանք կմտածեին, որ այո, Աստված իրոք բռնակալ է, որ իր դեմ է խոսում, ինքը ոչնչացնում է։ Եվ դրա համար ինքը թողեց, որ սատանան վերջ-վերջո ցույց տա իր իսկական մոտիվները, իր իսկական գործերը, թե իրականում ինչ է տեղի ունենում, երբ որ սատանան է իշխում, այլ ոչ թե Աստված։ Եվ մենք այս երկրի վրա տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ որ սատանան է իշխում։ Բայց այդ ժամանակ չգիտեին հրեշտակները։
և իրենց հնարություն տրվեց կամ հավատարիմ մնալ Աստծուն և մնալ երկնքում, կամ ընտրել սատանային, ցավոք 1/3 ընտրեց, բայց մնացածը հավատարիմ մնացին Աստծուն։ Երկրագնդի պատմության այս ճակատագրական փուլում մենք նույնպես կոչված ենք որոշում կայացնելու Քրիստոսի օգտին կամ նրա դեմ։ Մենք նույնպես պետք է հայտարարենք, թե ում կողմն ենք գրավում, Քրիստոսի թե սատանայի։ Ուրեմն հետագայում, երբ որ Աստված ստեղծեց մեր երկիրը, կարդանք Ծննդոց 2:15-17 համարները։ Ծննդոց 2:15-19 համարները։ Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն, ուրեմն Աստված ստեղծեց երկիրը, մենք գիտենք ինչ սիրով ստեղծեց 6 օրում, և 7-րդ օրը դրեց հուշարձան, և Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի։ Տեր Աստված պատվիրեց մարդուն ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կեր, բայց բարու և չարի գիտության ծառից մի կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։ Գիտեք, սա ինքը չի ասում, երբ որ օրը ուտես, ես քեզ կսպանեմ։ No։ Ինքը ասում է, որ օրը որ ուտես, կմեռնես, այսինքն զգուշացնում է, որ քո ընտրության հետևանքով ինչ է լինելու, ընտրություն է դնում մարդու առաջ, և մարդը ինքն է ընտրում, նախազգուշացրեց Աստված։ Կարդանք նաև Ելք 32:26։ Մովսեսը կանելով բանակատեղի դրանոտ ասաց, ով որ Տիրոջն է պատկանում, ինձ մոտ թող գա։ Եվ Ղևեի բոլոր որդիները հավաքվեցին նրա մոտ։ Այսինքն մարդը միշտ ստիպված է ընտրություն կատարել։ Հեսու 24:15։ Ուրեմն Հեսուն դիմում է իսրայելցիներին, երբ որ ինքը արդեն գիտեր, որ պիտի շուտով հեռանա այս կյանքից, և ինքը զգուշացնում է իրենց։ 14 համարից կարդանք. այժմ վախեցեք Տիրոջից, այսինքն հարգեք Տիրոջը, երկյուղեք Տիրոջից, և հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայեք նրան, դեն գցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը ծառայում էին գետի այն կողմում ու Եգիպտոսում, և պաշտեք Տիրոջը։ Այսինքն Հեսուն տեսավ, որ արդեն իրանք սկսել են ուրիշ աստվածների պաշտել, և գիտեր դրա վերջը ինչ է լինելու։ Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու, Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածներին, թե ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք, բայց ես ու իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Այսինքն մարդու առջև անդադ դրվում է այդ ընտրության հնարավորությունը։ Եթե մենք չենք ուզում պաշտել, եթե մենք չենք ուզում հետևել և լսել Աստծուն, այլ ընտրություն չկա, այլ ընտրանք չկա։ Մենք արդեն սկսում ենք լսել սատանային, որտև սատանան չի ասում, դուք ուզում եք իմ հետևից գաք, թե ոչ, ինքը ուղղակի ստիպում է ձեզ։
բռնակալ է ինքը եւ ինքն է բռնության գործում։ Ուրեմն երբ Աստված արարեց մարդուն, նրա ուղեղի խորքում դրեց մտածելու, տրամաբանելու եւ ընտրելու կարողությունը։ Մեր մարդեղության էությունը բարոյական ընտրություններ կատարելու կարողությունն է։ Մենք պարզապես ռոբոտներ չենք։ Մենք արարվել ենք Աստծո պատկերով, կենդանական արարածներից տարբեր բարոյական ընտրություն կատարելու եւ հավիտենական հոգեվոր սկզբունքներով ապրելու ունակությամբ։ Արուսյակի ապստամբության ժամանակաշրջանից ի վեր Աստված իր ժողովրդին կանչում է, որ արձագանքի իր սիրուն, հնազանդվի իր պատվիրաններին եւ ծառայի իրեն։ Աստված կատարյալ արարեց երկիրը, Ծննդոց 1:31 ասում է, եւ նա այսքան Աստված տեսավ, որ այն ամեն ինչ որ արարել էր, ահա շատ բարի էր։ Որևէ տեղ մեղքի կամ չարի հետ անգամ չկար, սակայն նա Ադամին ու Եվային շնորհեց նորից ազատ ընտրության նույն հնարավորությունը, ինչ Արուսյակին։ Նա չէր կամենում, որ ռոբոտներ լինեն ինչպես երկրի վրա, այնպես էլ երկնքում։ Նա փաստացի ամեն հնարավոր բան ձեռնարկեց այս գաղափարը հստակ ու պարզ դարձնելու համար, պարտեզում ծառ տնկեց եւ այն անվանեց բարու եւ չարի գիտության ծառը, նպատակ ունենալով նրանց տեղեկացնել այդ մասին, որովհետև կամենում էր վստահ լինել, որ նրանք գիտեն, որ ընտրության հնարավորություն ունեն։ Ուրեմն կարելի է մյուս ծառերը կոչել միայն բարի գիտության ծառ եւ միայն այս մեկ ծառը բարի եւ չարի գիտության ծառ։ Ինչու է այն այդպես կոչվում, որտեղ այն ուղղակի փորձաքար էր, որ դրված էր այնտեղ եւ Աստված ուզում էր, որ Ադամն ու Եվան միայն բարին ճաշակեն, ինչպես ծնողներն են ուզում։ Ծնողները, որոնք ունեն շատ փորձառություն կյանքի, չեն ուզում, որ իրենց երեխաները նույն սխալները կրկնեն եւ անդադ խրատում դաստիարակում են, բայց գտնվում են միշտ մարդիկ կամ իրենց տարեկից կամ ավելի մեծ չար մարդիկ, ովքեր ուրիշ բան են սրսկում այդ երեխաների խելքը եւ ասում են, քո ծնողները չեն ուզում, որ դու ճաշակես քաղցրությունները կյանքի եւ այդպես խաբելով երեխաներին դնում են ծուղ ճանապարհի մեջ։ Եվ հիմա նույնը կատարվեց Ադամի ու Եվայի դեպքում։ Աստված ուզում էր, որ իրենք միայն բարին ճաշակեին, միայն բարին տենային եւ երբեք չարը չտենային։ Ցավոք, այդ չար հրեշտակը կարողացավ նրանց խաբել, որտեղ ինքը խաբեության վարպետ է եւ իլյուզիա ստեղծելու վարպետ է, եւ տեսնենք ինչ տեղ ունեցավ։ Տեսնելով, որ Եվան երկար ժամանակ է ինչ պտտվում է ծառի շուրջը, Սատանան մոտեցավ եւ ասաց նրան. բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ աստվածների նման կլինեք բարին եւ չարը իմացող։ Ուրեմն Աստված ասել էր, կմեռնեք, զգուշացրել էր, որ ձեր հետևանքի բնական հետևանք, այսինքն ձեր ընտրության բնական հետևանքը կլինի մահը, բայց Սատանան ասեց, որ չեք մեռնի։ Հիմա Եվան ինչ անի, որին հավատա։ Մեկը իր ծնողն էր, իր հայրը երկնային, որ ստեղծել էր իրենց, ամեն բարիքով իրենց ապահովել էր, մյուսը չգիտես որտեղից, այսինքն մենք գիտենք, որ Օծին ընտրեց որպես մեդիում, որ իր միջոցով խոսել, ինչի որ շոկի մեջ գցի Եվան, որտեղ Եվան գիտեր, որ կենդանիները չեն խոսում, Օծը չպետք որ խոսա։ Բայց Սատանան այդ մեծ իլյուզիոնիստ իլյուզիա ստեղծեց, որ Օծն է խոսում, բայց իրականում ինքն էր խոսում Եվայի հետ եւ խաբեց իրեն, ասում է, որ Աստված չի ուզում, որ դուք իրապես դառնաք եւ բարին գիտենակ եւ չար, այսինքն Աստված իրականում գիտեր եւ բարին եւ չար, բայց Աստված չէր ուզում, որ մարդիկ չարի իմանան։ Այսինքն Սատանան կարծես թե այնպես ներկայացրեց, որ չարի մեջ ինչ որ մի լավ բան կար, որ Աստված չէր ուզում, ինչ որ մի հետաքրքիր բան կար,
որ Աստված չէր ուզում։ Գիտեք, նույնը լինում է նարկոտիկները, երբ որ թմրադեղերը, երբ որ պատանի է եւ բերում ձերի տալիս են, խապում ասում, գիտես, որ հիմա այս թմրադեղը ընդունես, երկինքներում կթռնես, չգիտեմ ինչ կլնես, եսի ինչ ապրումներ կունենաս հրաշալի, զգացողություններ։ Եվ այդ պատանին քայլ է անում, ուտում է, հավատում է, եւ հետո ընկնում է ստրկության մեջ, թմրադեղերի ստրկության մեջ, ընդհուպ, եթե չհրաժարվի, շատ կարճ կյանք կունենան, եւ այդ խեղճ կարճ կյանքն էլ շատ հիվանդ կապրեն, ամեն կողմից հիվանդ, եւ ուղղակի իլյուզիաներ ստանալով այդ թմրադեղերից շատ կարճ կյանք ապրեն եւ կմահանան, եթե դարձի չգան եւ չթողեն իրենց այդ թուլությունը։ Ուրեմն նույնը համոզում էր Սատանան, եթե ուտեք այս ծառի պտղից, ոտք կդնեք կեցության բոլորովին նոր ոլորտ, դուք կապրեք այնպիսի ուսումնալից զգացում, իր ասացի իմաստը էդ էր, որը նախկինում երբեք չեք ունեցել, եւ Աստված քեզանից ինչ-որ բան է թաքցնում, ահա վերցրու արգելված պտուղը եւ կեր այն, երբ Եվան, իսկ հետագայում նաեւ Ադամը կատարեցին այդ ընտրությունը, նրանք բացեցին մի դուռ, որն Աստված կամենում էր հավիտյան փակ պահել այս քնչայության դուռը, այն, ինչ որ կատարում է հիմա երկրի վրա։ Դա մեղքի, տառապանքի, ցավերի, հիվանդության ու մահվան դուռն էր։ Կարդանք Ծննդոց 3-րդ գլխի 1-ից 3 համարները։ Օծն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օծն ասաց կնոջ է, իսկապես Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ցարից չուտեք, այսինքն ինքը շատ խորամանկ ձևով իր հարցը ինքը շատ լավ գիտեր, թե Աստված ինչ էր ասել, բայց ինքը ծռեց Աստծո ասածը եւ ասեց, Աստված ասել է, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք, կին ասաց օծին, պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջ տեղում է, Աստված ասաց, մի կերեք դրանից եւ դրան մի դիչեք, որ չմեռնեք։ Հետաքրքիր է, որ մենք կարդացինք, որ երկրորդ գլխում մենք կարդացինք ինչ ասեց Աստված, որ պարտեզի բոլոր ծառերից համարձակ կեր, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կեր, որտեւ այն օրը երբ նրանից, այսքան միայն ասում եմ մի կեր, իսկ Եվան այստեղ, ինչպես Սատանան ծռեց Աստծո ասածը, Եվան էլ այստեղ ծռում է, ասում է Աստված ասում մի կերեք դրանից եւ դրան մի դիպեք, որ չմեռնեք։ Դիպչելուց ոչ մի բան չի լինում, ուտելուց է լինում, բայց երբ որ սկսում ես դիպչել, մոտենալ, այո, 99% հավանականություն մեծանում է, որ դու դա կուտես։ Օծը կնոջ ասաց, բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ աստվածների նման կլինեք բարի եւ չարի մասով։ Ուրեմն, ասում է, որ դիպեք, որ չմեռնեք։ Աստված չի ասում մի կերեք, թե չի ես կսպանեմ։ Կամ հրեշտակին կասեմ ձեզ կսպանեմ։ Ասում չէ, մի կերեք, որ չմեռնեք։ Այսինքն ես կյանքն եմ, Աստված ասում է ես կյանքն եմ։ Այն օրը, որ դուք ընտրություն անեք եւ չհնազանդվեք ինձ, այլ լսեք իմ հակառակորդին, դուք հրաժարվում եք աղբյուրից կյանքի։ Դուք կտրում եք ձեզ աղբյուրից կյանքի։ Եվ եթե դուք ձեզ աղբյուրի կյանքից կտրում եք, դուք բնականաբար կմեռնեք։ Բայց Աստված ողորմած մարդկանց։ Աստված երկարացրեց իրենց ժամկետը այս երկրի վրա, որպեսզի իրենց երկրորդ հնարավորությունը տա ճիշտ ընտրության։ Եվ այդ երկրորդ հնարավորությունը եղավ Հիսուսի զոհի միջոցով։ Այսինքն պատիժը, որ պիտի Եվան ու Ադամը կրեին,
պատիժը, որ պիտի մենք իրենց հետնորդները կրեինք, կրեց Հիսուսը, երկրորդ մահվան պատիժը, ոչ թե առաջին։ Ուրեմն երբ որ մարդը բաժանվում է Աստծուց, էակը, ստեղծված էակը բաժանվում է կյանքի աղբյուրից, ինքը սկսում է մեռնել, մեռնում է, դա բնական է։ Աստծուց բաժանվելը հանգեցնում է մահվան, որտեղ Աստված է կյանքի աղբյուրը, այն նաև հանգեցնում է անհանգստության, տագնապի, հիվանդության ու ցավի։ Մեր աշխարհում տառապանքն ի վերջո մեղապարտ մոլորակի վրա ապրելու հետևանք է։ Սա իհարկե չի նշանակում, որ ամեն անգամ, երբ մենք տառապում կամ հիվանդանում ենք, մեղք ենք գործել, դա նշանակում է, որ մեզ այն յուրաքանչյուրի վրա ազդում է մեղքից պատոհասված մոլորակի վրա ապրելը։ Եվ Ղևտացից գլխի մեջ ասում է, որ ուրեմն Ծննդոց 3, կարդանք Ծննդոց 3:15 համարը, Աստված մի լուծում գտավ, այսինքն իրական նախորոք են որոշել, ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև, նա քո գլուխը կջախջախի, այսինքն կնոջ սերունդը կջախջախի քո գլուխը, իսկ դու կխայթես նրա գարշապարը։ Այսինքն Աստված ելք տվեց։ Եվ այդ ելքը կայանում էր նրանում, Ղևտացոց 5-րդ գլխի 5-6 համարներում ասում է, որ ով որ մեղք է գործում, բերեք այդ ոչխարը կամ գառը, ձեր ձեռքը դրեք վրան, ձեր մեղքի խոստովանությունը արեք, որպեսզի ներվեք, եւ հետո այդ գառը մորթվում էր իրենց փոխարեն։ Եվ մենք գիտենք ինչ էր նշանակում, ինչ էր կա ով էր իսկական գառը, ում էր սիմվոլիկ ձևով ներկայացնում այս գառը, Հովհաննես 1:29 համարները, երբ որ Հովհաննես Մկրտիչը տեսնում է Հիսուսին, ասում է, ահա Աստծո գառը, այսինքն այդ բոլորը սիմվոլիկ ձևերն էին իսկական զոհի Հիսուսի։ Ադամն ու Եվան մեղք են գործում եւ Աստված նրանց ասում է, որ նրանք պետք է լքեն իրենց պարտեզությունը։ Այսուհետ քրտնաջան աշխատանքն ու տառապանքն են լինելու նրանց բաժինը։ Միթե նրանք պետք է տառապեն եւ ի վերջո անհույս մեռնեն, միթե մահն ամեն ինչի վերջն է։ Այդ ժամանակ էլ Աստված նրանց տվեց Ծննդոց 3:15 համարում գրի առնված խոստումը։ Ուղիղ նայելով սատանային օձին ասաց. ես թշնամություն եմ դնում քո եւ կնոջ միջև, քո սերնդի եւ նրա սերնդի միջև, նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը։ Նրանք հավանաբար այդ պահին լիովին չհասկացան, թե դա ինչ է նշանակում, սակայն գիտեին, որ կարող են կրկին հույս ունենալ, որ երկրորդ հնարավորություն է ստանում։ Ինչ որ կերպ կնոջ սերնդի միջոցով նրանք կփրկագմբեն։ Կնոջ սերունդն իհարկե Հիսուս Քրիստոսն է։ Խաչի վրա սատանան խայթեց նրա գարշապարը, սակայն Հիսուսի հաղթանակը մեր երաշխիքն է, որ մի օր օձի գլուխը կջախջախվի եւ տառապանքի ու մահվան դուռը, որը բացեցին Ադամն ու Եվան, մի օր կփակվի։ Ուրեմն Հիսուսը մենք գիտենք իրեն զոհաբերեց, գիտեք սա ինչի է նման։ Զոհաբերելուց առաջ ինքը կատարյալ կյանք ապրեց։ Լիովին, այսպես ասենք, լիովին առողջ հոգևոր կյանք։ Մենք հոգևոր հիվանդ կյանք ենք վարում։ Հիսուսը վարեց լիովին առողջ հոգևոր կյանք։ Հիմա եթե համեմատենք սա համեմատական ձևով, համեմատենք ֆիզիկական հիվանդության հետ, օրինակ, ասենք արյան քաղցկեղը, երբ որ արյան կարմիր բջիջները դադարում են առաջանալուց մոռացություն, որտեղ հիվանդանում է մարդը, եւ գտնում են այդ ողնացուցին հարմար մի ուրիշ մարդու, որ դոնոր է հանդիսանում, եւ այդ մարդը համաձայնվում է
իր ողնածուցից վերցնեն եւ դնեն այս մարդու մեջ, եւ եթե այդ պրոցեդուրան լավ է անցնում, այդ ընթացակարգը, ինչ է տեղ ունենում, այդ նոր դրված առողջ բջիջները գնում են խոշոր ոսկորների մեջ եւ սկսում են արտադրել, այնտեղ հարմարվում են, կպնում են եւ սկսում են արտադրել առողջ արյան բջիջներ կամ արյան բջիջներ առողջ էլեմենտներով եւ նույնը արեց Հիսուսը դարավ մեր դոնորը, ինքը լիովին հոգեվոր առողջ կյանք ապրեց եւ իր զոհի միջոցով հնարավորություն ստեղծեց, որ մենք ստանանք իր առողջ հոգեվոր կյանքի բջիջները եւ այսինքն իր շնորհքը եւ մենք սկսենք փոխվել եւ մեր մեջ արտադրվի հոգեվոր առողջ բջիջներ։ Մենք ունենք կատարյալ դոնոր։ Միայն մի բան է պետք, որ մենք համաձայնենք եւ անցնենք այդ ընթացակարգի միջոցով։ Այսինքն ընդունենք Հիսուսին որպես մեր փրկագնիչ եւ նրա շնորհքի միջոցով ուժում ստանանք։ Իր տված փրկությունը չարհամարեք։ Երբևէ խորհել եք այն մասին, թե արդյոք Աստված ինչպես է սիրում ձեզ։ Նայեք խաչին, շեպսակին, նրա ձեռքերի ոտքերի կամերին։ Գողգոթայի վրա Հիսուսի թափած արյան ամեն կաթիլի միջոցով Աստված ասում է. ես սիրում եմ ձեզ։ Ես չեմ ուզում առանց ձեզ լինել դրախտում։ Այո, դուք մեղք եք գործել։ Ձեզ հանձնել եք թշնամու ձեռքը։ Այո, դուք ինքներդ ձեզանով արժանի չեք հավիտենական կյանքի, սակայն ես փրկագին եմ վճարել ձեզ հետ բերելու համար։ Նայելով խաչին դուք այլևս երբեք չպետք է մտածեք սիրված եք թե ոչ, այլ ուղղակի հասկանաք, որ դուք շատ սիրված եք, որ ամենաբարձր գինը տրվեց ձեր փրկության համար։ Աստված մեզ փրկակնել է մեղքի ստրկությունից, օրինակ բերել։ Այն մարդիկ, ովքեր զենք ունեին, ուժեղ էին, գնում էին Աֆրիկա, եւ այդ առևտուրը կոչվում էր եռանկյունային առևտուր։ Գնում էին Աֆրիկա եւ զենքի ուժով աֆրիկացիներին վերցնում էին, բերում էին եւ որպես ծրուկ ծախում էին շուկայում մարդկանց։ Մարդիկ փողով այս ծրուկների գնում էին։ Գիտեք, հոգևոր, երբ որ հոգևորի ենք փոխում սա, նույնը մեզ հետ է կատարվել։ Սատանան հոգևոր ստրկության մեջ է պահում մարդուն եւ մենք այդ շուկայում վաճառվում ենք մեղքին, բայց Հիսուսը իր արյունով մեկ ընդմիշտ փրկագնել է մեզ, ինքը մեզ գնել է։ Գիտեք, երբ որ մեկը որ փող ուներ եւ գալիս գնում էր ստրուկին եւ ստրուկը արդեն իրենն էր եւ այդ մարդը կարող էր ինչ ուզենար անել այդ ստրուկի հետ, ուզենար բաց կթողներ, ուզենար կրթություն կտար, ուզենար կչարչարեր եւ եթե ստրուկի բախտը բերում էր եւ իրեն գնում էր մի բարի մարդ, այդ բարի մարդը կարող էր որպես իր սեփական զավակ մեծացնել, կրթություն տալով եւ ապագա ստեղծելով այդ ստրուկի համար, այսինքն բարձրացնելով այդ ցածր վիճակից։ Հիսուսը մեզ փրկագնեց, ոչ թե որպեսի տրորի ու ստորացնի մեզ, այլ որպեսի բարձրացնի մեզ մեր մեղքի ստորացված վիճակից, մեզ բուժի, իր առողջ հոգևոր բջիջները ներարկի մեր մեջ, իր շնորհքի միջոցով։ Եվ դա պարզ եւ որոշակի է։ Եվ դա ինքը արել է յուրաքանչյուրի համար։ Յուրաքանչյուր մարդ կարող է ընդունել նրա փրկությունը։ Ինքը տվել է արդեն վճարը, բայց մարդ ասում է չէ, ես ուզում եմ գնամ հին կյանքի, ես ուզում եմ ստրուկ լինել։
Գիտեք, Հիսուսը իրեն կոչում է թագավորների թագավոր։ Ով են այդ թագավորները? Փրկվածները։ Այսինքն ինքը այնքան է բարձրացնում մարդուն, որ հասցնում է թագավորի կարգավիճակի։ Իսկ գիտեք ով է սատանան? Սատանան ստրուկների թագավոր է։ Ուրեմն որոշեք։ Դուք ուզում եք թագավորների թագավորի կառավարության ներքո ապրել, թե ստրուկների թագավորի։ Գիտեք, սատանան չունի սայույզնիկ, այսքան ինքը միայն ունի ստրուկներ, որտեղ մենք Հիսուսի ընկերները կարող ենք լինել, բայց սատանան ձեզ չի համարում իրան ընկեր, ինքը համարում է դուք իր զոհն եք, իր ստրուկն եք, ինքը ոնց ուզենա ձեզ կստորացնի մեղքի միջոցով և կհասցնի ահավոր անհուսալի վիճակի, բայց հիշեք, որ նույնիսկ ամենաանհուսալի վիճակում դուք հույս ունեք և նույնիսկ երբ որ այդ դեպքում աղաղակեք Հիսուսին, Հիսուսը ձեզ օգնության կհասնի և կօգնի ազատվելու այդ դաժան գերությունից, այդ դաժանեակի գերությունից։ Մենք մնում է, որ միայն ճիշտ ընտրություն անենք, չվերադառնալ դեպի այդ դաժան գերությունը։ Աստվածաշունչը խոսում է Հիսուսի մասին, ով եկավ այս աշխարհ, հոգեկան տառապանք կրեց, հիասթափություն ու ցավ ապրեց ամբողջ մարդկության հետ։ Այն բացահայտում է Քրիստոսին, ով թե իր կյանքում, թե խաչի վրա իր մահով դիմակայեց նույն գայթակղություններին, որոնց մենք հանդիպում ենք, ով մեզանից յուրաքանչյուրի համար հաղթեց դժոխքի իշխանություններին և զորություններին։ Խորհեք այս մասին։ Հիսուսը նա, ով ստեղծեց տիեզերքը, իջավ երկնքից և ոչ միայն եկավ այս ընկած աշխարհ, այլև չարչարանք կրեց այնպես, ինչպես մեզանից որևէ մեկը երբեք չի կարող կրել, ինչպես գրված է Եսայիա 53 գլխում 1-5 հավաններում։ Եվ նա այդպես վարվեց, քանի որ սիրում էր մեզ, մեզանից յուրաքանչյուրին, հուսալու ինչը զոր պատճառ ունենք։ Հիսուսը մեր քահանայապետն է։ Այն, ինչ Հիսուսը մեզ համար արեց խաչի վրա, նրան հնարավորություն է տալիս նաև բարեխոսել մեզ համար երկնքում։ Մեր հարություն առած Տերը մեր մեծ քահանայապետն է, ով ապահովում է այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է փրկվելու և Աստծո արքայությունը մեզ հավիտյան ապրելու, արքայության մեջ հավիտյան ապրելու համար։ Աստված ամեն Աստծո օր մեզ երկարացնում է մեր կյանքը, մեզ պարգևում է ամեն անհրաժեշտը, որպեսզի մենք կարողանանք ֆիզիկապես գոյատևել, որպեսզի մեր կյանքը երկարի, որպեսզի օրերից մի օր մենք ճիշտ ընտրություն կատարենք։ Միայն դրա համար է մեր կյանքը երկարում։ Միայն դրա համար է Աստված մեզ տվել տաղանդներ և միտք, ուղեղ, խելք, որպեսզի մենք կարողանանք մեր ֆիզիկական գոյությունը ապահովել Աստծո օրհնությամբ և Աստծո ողորմությամբ մեր կյանքը երկարում է, ինչի համար, որպեսզի մենք օրերից մի օր այդ ժամանակը օգտագործելով խելքի գանք և ընդունենք մեր Արարչին որպես մեր փրկիչ և թույլ տանք Հիսուսին իր առողջ հոգևոր բջիջները ներարկի մեր մեջ։ Թույլ տանք այդ բջիջներին հարմարվել մեր բջիջներին, որպեսզի կարևոր փոփոխություն կատարվի մեր մեջ և մենք հոգեպես առողջանանք։ Եբրայեցիներ 4:15 ասում է. ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի։ Այսինքն ինքը փորձվեց, բայց չմեղենչեց։ Եվ շարունակում է Եբրայեցիներ 4:16. Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, այսինքն վստահությամբ, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։
Այսինքն Հիսուսը ներկայացնում է մեզ տիեզերքի առաջ որպես իր արդարությունը հագած, իր մահով փրկված եւ իր արյան միջոցով փրկագնված մարդիկ։ Այն ամենը, ինչ մենք պետք է լինենք, նա էր։ Քրիստոսում չկա դատապարտություն մեր անցյալի մեղքերի համար։ Քրիստոսում մեր մեղքը վերանում է եւ նրա զորավոր բարեխոսության միջոցով ուղղացվում է մեղքի իշխանությունը մեր կյանքի վրա։ Մեզ կապող շղթաներին արձակում են եւ մենք ազատ ենք մեղքից տրկությունից։ Հիսուսը իզորու է ազատել մեզ։ Միայն մնում է, որ մենք ցանկանանք։ Կարդանք Հովհաննես 17, 24, 26 համարները։ Հիսուսը աղոթում է եւ ասում է. Հայր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն, այն փառքը, որ ինձ տվեցիր, որտեղ ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը։ Ուրեմն ինչ է Հիսուսի ցանկությունը։ Ուրեմն շարունակում է խնդրանքը. արդար Հայր, աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, եւ նրանք իմացան, որ դու ինձ ուղարկեցիր, եւ ես քո անունը նրանց ճանաչել տվեցի ու պիտի ճանաչել տամ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի եւ ես նրանց մեջ։ Այսինքն Հիսուսի առողջ հոգեվոր բջիջները ներմուծվեն մեր մեջ եւ մենք բուժվենք եւ դառնանք հոգեվոր առողջ էակ։ Մեծ պայքար Էջ 501-502 Երբ արվեց մեծ զոհաբերությունը Քրիստոսը համբարձվելով երկինք, հրաժարվեց ընդունել հրեշտակների երկրպագությունը, մինչև հորը չներկայացրեց այս խնդրանքը, կամենում եմ, որ նրանք էլ, ում որ ինձ տվիր, ինձ հետ լինեն։ Եվ հոր գահից անպատմելի սիրով ու զորությամբ հնչեց պատասխանը, թող երկրպագեն նրան Աստծո բոլոր հրեշտակները։ Հիսուսն անբիծ էր, նրա նվաստացումն ավարտված էր, նրա զոհը բերված եւ նրան միանուն տրվեց, որ ամեն անունից բերեր։ Ինչու է պիտի նորից հայրը բարձրացներ Հիսուսին, որտեղ Հիսուսը ամեն ինչ թողեց, իր փառքը, իր կարգավիճակը թողեց եւ դարձավ հասարակ մարդ, որպեսզի մեզ փրկագնի, որպեսզի մեր ճամփան անցնի։ Եվ երբ որ ինքը դա կատարեց, ինքը նորից բարձրացվեց, ինքը նորից իր փառքը հետ ստացավ։ Հիսուսն ամեն ինչից ավելի ցանկանում է, որ մենք իր հետ լինենք երկնքում։ Նրա սրտի փափագը, նրա մահվան ու բարեխոսության նպատակը մեզ փրկելն է։ Ունեք ձեր կյանքում առանձնահատուկ կարիք, ասեք Հիսուսին, որտեղ կա վիշտ, նա մխիթարություն է բերում, որտեղ կա վախ, նա խաղաղություն է պարգևում, որտեղ կա մեղք, նա ներում է շնորհում, որտեղ կա թուլություն, նա ուժ է տալիս։ Կարդանք եւս մի հատված մեծ պայքարից Էջ 503 Սատանային երկնքից վտարելով Աստված հռչակեց իր արդարությունը եւ պաշտպանեց իր գահի պատիվը, բայց երբ մարդը մեղանչեց, տեղի տալով այդ ուխտադրուժ ոգու խաբեություններին, Աստված հայտնեց իր սերը հանուն ընկած ցեղի մահվան մատնելով իր միածին որդուն։ Քավության միջոցով բացահայտվում է Աստծո բնավորությունը։ Խաչի հազոր փաստարկը ողջ տիեզերքին վկայում է, որ Արուսյակի ընտրած մեղքի ուղին ոչ մի կապ չունի Աստծո կառավարման հետ։ Հռչակելով օրենքի անփոփոխելիությունը Գողգոթայի խաչը նաև ողջ տիեզերքին ազդարարում է, որ մեղքի բարձրը մահն է։ Փրկչի վերջին աղաղակը կատարված է, սատանայի մահազանգն էր։ Երկարատև մեծ պայքարի ելքը վճռված էր եւ հաստատվեց մեղքի վերջնական վերացումը։ Աստծո որդին անցավ գերեզմանի միջով, որպեսզի իր մահով խափանի մահվան իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, Եբրայեցիներ 2:14։ Ուրեմն մենք տեսնում ենք, ինչու այսօր այսպիսի վիճակ է, ինչու այսօր այսքան պատերազմներ կա, որտեղ մարդիկ մեղքի պատճառով չեն կարողանում իրար հետ հաշտ ու համերաշխապել։ Մտնում են մրցման մեջ, ձգտում են ինքնաբարձրացման եւ այդ պատճառով պատերազմում են իրար հետ։ Սկզբում գաղափարապես, հետո հասնում է արդեն
ֆիզիկական պայքարի։ Ուրեմն Սատանան, երբ որ Ադամին ու Եվային դրդեց, որ այդ քայլը անեն, ինքը դա շատ խորաման քայլ էր համարում։ Այսինքն, եթե Աստված թույլ տար, որ Ադամն ու Եվան իրենց մեղքի պատճառով մահանան, եւ ինչ որ մի միջոց չձեռնարկեր, ինքը կասեր, տեսա՞ք, իսկ ասեցի, որ սա անսիրտ բռնակալ է, եւ հերիքա, որ հանգարց շեղվեց իր ասած ճանապարհից, ինքը ուղղակի թույլ է տալիս, որ իշխացնեն կամ ինքն է իշխացնում։ Բայց եթե Աստված ելք գտներ փրկելու Ադամին ու Եվային, ինքը պետք է պահանջեր Աստծուց, որ եթե իրանք նույն մեղավորը ոնց ու ես, եթե իրանց փրկում ես, ինձ էլ փրկի։ Աստված ելք գտավ, ինքը զոհաբերեց իր որդուն, բայց միայն նրանք, ովքեր ապաշխարում են իր մեղքերից, զգում են իրանց սխալը եւ ուզում են ազատվել մեղքից, միայն նրանք կարող են փրկվել։ Ցավոք Սատանան դա չարեց, իր վերջին հնարավորությունը ինքը կորցրեց այն ժամանակ, երբ որ իր ամբողջ երեսը բացվեց, երբ որ իր արարչին ինքը գամեց խաչին եւ ամբողջ տիեզերքը հասկացավ, թե ինչ է նշանակում Աստծոց հեռանալ, հպարտանալ, ինչ է դրա հետևանքը, ինչ է նախանձի հետևանքը, այսինքն իր կապրիզների, կմաճիկների պատճառով այսքան ողբերգություն եղավ այս տիեզերքում, մեր երկրի վրա, որտեղ ցավոք մեր նախամայրը եւ նախահայրը սխալ որոշում կատարեցին եւ գենետիկորեն մենք դարձանք մեղքի հապատակ, բայց փառք Աստծո, որ Հիսուսը դարձավ մեր դոնորը եւ այսօր պատրաստ է իր առողջ ողնածուծային բջիջները տալ մեզ, փոխանցել մեզ, որպեսի հոգևոր տեսանկյունով, որպեսի մեր մեջ սկսեն առողջ հոգևոր բջիջներ աճել եւ մենք կտեսնենք դրա պտուղը մեր կյանքում։ Մնում է մեզ ընտրություն կատարել, արդյոք մենք կօգտվենք այն փրկագնումից, որ մեզ համար ապահովել Հիսուսը, որ վճարել է մեզ համար, մեր փրկության համար, թե թույլ կտանք Սատանային նորից մեզ ստորացնի եւ նվաստացնի եւ շարունակի մեզ խեղդել մեղքերի մեջ։ Երբ որ Սուրբ Հոգին ասում է մի արա, երբ որ Սուրբ Հոգին դրդում է մեզ ճիշտ արարքների, լսենք Սուրբ Հոգու ձայնը եւ չարհամարենք այն, որտեղ դրա վերջը լավ չի։ Եթե Աստված հնարավորություն է տվել, երկրորդ հնարավորություն է տվել մեզ, երկարացնում է մեր կյանքը, որպեսզի մենք ճիշտ ընտրություն անենք եւ հնարավորություն ստանանք հավիտյան երջանիկ ապրելու, ինչպես որ նախատեսել էր եւ մտադրվել էր անել Աստված, ինչու չենք ուզում օգտվել այդ ընտրությունից, թող Աստված մեզ իմաստություն տա, թող Աստված օգնի մեզ հասկանալու ամբողջ խորությամբ այս հարցը, երբ որ Աստծուն չեք ընտրում, երբ որ չեք ուզում Աստծուն հնազանդվել, արդյոք հասկանում եք, թե ում եք հնազանդվում, ինչ դաժան եւ չար բառը քիչ է, ինչ դաժան եւ չար էակի եք հնազանդվում, մտածեք այս մասին։ Այս էակը միայն սիրում է տանջել, խոշտանգել եւ վերջում ոչնչացնել։ Ընտրությունը մերն է, թող Աստված մեզ օգնի իր ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։